իշխանությունը փորձում է որպես համահայկական կառույցներ եւ եկեղեցին եւ դաշնակցությունը այսպես չեզոքացնել, թիրախավորել եւ այսպես տանել 4-րդ հանրապետության այս թեզը այսպես առաջ տանել եւ դարձնել Հայաստանը այսպես թուրք-ադրբեջանական տանդեմի մի այսպես արանքներում ընկած կտոր։ Նախ ես այս բանը երուսկ ունենամ խորհրդարանում, մասնավորապես Կանադայում նաև դեր ասած հարցի մի քիչ ավելի ուրիշ կոնտեքստում, ինչ վերաբերում է դաշնակցությունը կուսակցությունը չի, որ խորհրդարանում լինի, չլինի, իր գործունեությունը պայմանավորված է դրանով, նրանք ցույց են տվել տասնամյակներ եւ իրանց օգտակարությունը հայապահպանության իմաստով, հայոց պետականության կայացման իմաստով, ամեն ինչ իմաստով դա անգնահատելի է։ Եվ այո, այստեղ հենց այդ բանը պայքարի իմաստը, հակադաշնակցական այս մարտնչող կեսվածքի իմաստը կայանում է նրանում, որ այդ 4-րդ հանրապետություն ստեղծելու կոնտեքստում փոկել Սփյուռքը որպես նորից հայ ոչ թե ինքնության, այլ իրականության, հայոց իրականության մի մաս եւ կարևոր մաս եւ հզոր ուժ օգտագործելու փոկել, ասենք նաեւ նույն կոնտեքստում նաեւ հենց եկեղեցու հետ կապված, էլի փոկել, ասենք որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ինչ էլ անի, չի կարող եկեղեցու մեջ այն իրավիճակը ստեղծի, որ ինքը ուզում է։ Բանն այն է, որ այն թերությունները, որոնք այսօր երբեմն մատնանշում է վարչապետը, մենք էլ գիտենք, մենք գիտենք, որ թերությունները կան, եկեղեցականներն էլ գիտեն, որ թերությունները կան, եւ վարչապետը այդ մասին գիտեր նաեւ 5 տարի առաջ, 6 տարի առաջ, ինչու այդ ժամանակ չէր արվում։ Այդ ժամանակ չէր արվում, որովհետեւ դրա նպատակարարությունը չկար։ Այսօր այդ անհրաժեշտությունը կա, այդ խնդիրը լուծել եւ լավագույն դեպքում վարչապետը իր համար կհասնի եկեղեցու պարակմանը, այսինքն նորից կտարանջատի Սփյուռքը եւ կամփոփվի մեր իրական Հայաստանի մեջ, որտեղ ինքը ուզում է իրականացնել սևեռուն գաղափարը, որը կոչվում է 4-րդ իշխանություն։ Այս կոնտեքստում է այդ ամենը։ Ձեր կարծիքով իշխանությունը իրականում ինչ է եղել այսպես ամենայն հայոց կաթողիկոսի հետևից եւ արդյոք Գարեգին երկրորդը պետք է հեռանա դրա անհրաժեշտությունը։ Ես շատ լավ ծանոթ չեմ եկեղեցական կանոններին, բայց գտնում որ բանը վարչապետի իրավունք չունի այդպեսի բանով հանդես գա, որովհետեւ կարծում ենք սահմանադրությունը, գիտենք սահմանադրությունը եւ այնտեղ հստակ նշված է այդ ամեն ինչը։ Թերությունը նորից եմ ասում։ Եթե հասարակությունը ընդհանուր առմամբ հիվանդ է եւ մենք ունենք որոշակի այդպեսի դրսևորումներ, չի կարա հասարակության մի հատված այդ հիվանդության ախտանիշները չունենա։ Եթե ինքը առողջ մասսայցակախված, այդ հիվանդության ախտանիշները չեն կարողանում անել կամ թույլ են գործում։ Եթե թույլ է մի քիչ, ապա շատ են ազդում։ Հիմա եկեղեցում էլ կա այդ անառողջ հարաբերությունները։ Այն անառողջ հարաբերությունները, որ վարչապետը նշում է այդ, չգիտեմ, այդ սեռական պահերով եւ այլ պահերով, բոլոր տեղերում կա։ Եվ նաեւ աշխարհի բոլոր եկեղեցիներում կա։ Ինչու է այսօր այդ հարցը բարձրացնում։ Այդ հարցը բարձրացնում է 4-րդ հանրապետություն սևեռուն գաղափարը ստեղծելու համար։ Ասենք գիտեք ինչ կա, եթե 26 թվականի ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը հաջողություն արձանագրի, ապա ինքը սահմանադրությունը կարա փոխի։ Այսինքն 4-րդ հանրապետությունում եկեղեցին դեր չպիտի ունենա։ Պիտի ունենա Հայաստանի եկեղեցին։ Հայաստանի եկեղեցին, որը պիտի ենթարկվի այսպես կոչված իշխանություններին, այդ իմաստով։ Սփյուռքը գործ չունի, թող այդ իր համար դες սփյուռքություն անի։ Այսինքն եթե 26 թվականին քաղաքացիական պայմանագիրը հաջողություն արձանագրի, ապա ինքը կարա սահմանադրությունը փոխի։ Նույնիսկ այն պահանջները, որ այսօր մեզ ներկայացված են մեր հարևան իշխանական պետությունների կողմից։ Ինքը կարող օրինակը փոխի, ինքը կարող զինանշանը փոխի եւ 3-4 տարի հետո անմիջապես պատմաբանները կասեն, որ սա 4-րդ հանրապետության սկիզբն էր։ Բայց ինքը դες չի անում, խոսքը սավարտը դարի ջան, կարևոր բան եք ասում։ Մի րոպե խոսքը ներողություն, 1000 ներողություն։ Ինքը այդպես չի անում, ինքը ուզում է վերացնի 3-րդ հանրապետությունը եւ ստեղծի 4-րդ հանրապետություն։ Այստեղ արդեն խնդիրները ստեղ է, որովհետեւ այդ ճանապարհին արդեն թե մենք ինչ մարտահրավերների առաջ կկանգնենք, Ճիշտ հարց ունեմ, պարոն Աղազարյան, երբ որ օրինակի թեման կար, եւ դուք պատմական պատգամավոր եք, դուք այն ժամանակ չէիք առարկում, ինչու այդ ժամանակ չէիք խոսում։ Ես հիմա չեմ առարկում։ Եթե օրինակը խանգարում է մեր պետականության կայացման զարգացմանը, թող փոխվի։ Եթե զինանշանը գրողը տալի խանգարում է մեր պետականության կայացման եւ զարգացմանը, թող փոխվի, բայց դա լինի 3-րդ հանրապետության, այսպես կոչված, ժառանգությունը, ժառանգորդը մենք լինենք, ոչ թե կտրենք։
իրավական էլ չի ունելու, ասում է մենք Ոչ, ստում է ինքը իրավական անելու։ Նիկոլ Փաշինյանին ստախոս համարեցին։ Ոչ, այդ հացով է ստում։